Իլհամ Ալիևի ախորժակը մեծանում է, իսկ տարածաշրջանային լարվածությունը շարունակում է աճել։ Ադրբեջանի նախագահը ոչ միայն հայտարարում է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների նոր մակարդակի մասին, այլև անթաքույց արտահայտում ցանկությունը չեղարկել Կոնգրեսի Ազատության աջակցության 907-րդ բանաձևը, որը այժմ համարում է անիմաստ ու աբսուրդային։ Ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվածը, այլ կա ուժ, համագործակցություն, դաշինք եւ փոխադարձ աջակցություն։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան ԱՄՆ եռանկյունուն, Ալիևը կրկին նշեց, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի է կոչվում, ապա շեշտեց 907-րդ բանաձևը չեղյալ համարելու անհրաժեշտությունը։ Մենք տարիներ շարունակ փորձել ենք չեղյալ համարել 907-րդ լրացումը, սակայն դա շատ բարդ գործընթաց էր։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո Ամերիկայի նախագահները սկսեցին չեղարկել այդ լրացումը եւ դա շարունակվեց մինչեւ 2024 թվականը Աֆղանստանում ամերիկյան առաքելության ավարտից հետո, սակայն Բայդենն այն թողեց ուժի մեջ։ 907-րդ բանաձևի չեղարկումը Ալիևը հիմնավորում է շրջափակման վերացմամբ։ Չէ՞ որ Ադրբեջանի տարածքով Հայաստանն տեղափոխվում բեռներ, ճանապարհները բաց են, նույնիսկ ադրբեջանական նավթամթերք է արտահանվում Հայաստան։ Ալիևը վերեք բացահայտ ասաց, որ Դոնալդ Թրամփը իրականացրել է Ադրբեջանի ծրագիրը, ինչն իրեն ուժեղացնում, ինչ ասես ասում։ Այդ օրը եթե պետք է լի Դոնալդ Թրամփին, որ դա չեղարկի, որ Ադրբեջանից բան փոխի, առաջտուրը անել է։ Ամերիկանի չի այս անգամ չեղարկել։ Որտեղ իր համար պահում է trade-off ասած գաղափարի համար հերթական մի գործիք է, որը պետք է լի կվաճառի։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը շեշտում է, որ Ալիևը միշտ էլ խոսել է 907-րդ բանաձևի մասին, սակայն այս անգամ վիճակը ավելի խորքային է եւ կապ ունի ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների բարդ ինտրիգների հետ։ Ստացվում է, որ այս երկու պետությունները երկակի քաղաքականություն են վարում։ Իրենք Ադրբեջանին ուժեղացնում են Իրանի դեմ, բայց աշխատում են թույլ չտալ, որ Թուրքիա-Ադրբեջան կապերը խորանան։ Եվ գուցե դրա համար այդ 907 բանաձևը իրենք կասեցել են, սակայն բանաձևը չեն չեղարկել։ Ինչու դեռ չեղյալ չեն համարել բանաձևը, քաղաքագետի կարծիքով պարզ է։ Այն պահվում է հետագայում քաղաքական հանգամանքներից օգտվելու համար։ Այն զենքերը, այն զինատեսակները, որը ունի Ադրբեջանը եւ ունի դաշնակցային հարաբերություններ նաև ռազմական ոլորտում Թուրքիայի հետ, Հայաստանը իրենց համար որևէ խնդիր չի ներկայացնում, եթե հնարավորություն լինի, միջազգային թույլտվություն լինի, մենք Հայաստանի հարցը իրենց ունեցած զենքերով էլ կլուծեն։ Մինչդեռ Հայաստանը չունի անհրաժեշտ գործիքակազմ արժանապատիվ խաղաղության համար, կարծում է Թևան Պողոսյանը։ Եթե դու ուզում ես հարաբերությունների մեջ ունենաս արդար արժանապատիվ խաղաղություն, ապա պետք է հասկանաս, որ պետք է ունենաս գործիքակազմերը նա պարտադրելու։ Եվ երբ որ դա չես կարողանում անես, ել մի զարմացեք Ալիևը վաղը ինչ ասի։ Կուզի աճ կասի, կուզի ձախ կասի։ Ալիևի վերջին հարցազրույցը ցույց է տալիս նրա համարձակ նկրտումները համաշխարհային զարգացումների համատեքստում։ Ադրբեջանը շարունակում է ամրապնդել իր ռազմական ներուժը, ասում են փորձագետները, իսկ Հայաստանը դեռ շարունակում է մնալ թշնամի պետություն եւ ոչ թե գործընկեր։ Անահիտ Սարգսյան, Նորա Գևորգյան, ABC Media։